Գյուղատնտեսության ոլորտն այս տարվա առաջին կիսամյակում գրանցել է ռեկորդային մոտ 12% անկում։ Սա աննախադեպ ցուցանիշ է, սկսած 2010 թվականից։ Այդ տարի գյուղատնտեսությունը 13% անկում էր գրանցել։ 2010-ին պաշտոնական հրապարակված պատճառը ցրտահարությունը և հորդառատ անձրևներն էին։ Այս տարի պատճառը կրկին հյուսիսից էր, բայց պատժամիջոցների տեսքով։ Ոսկետափը Հայաստանում լոլիկ արտադրող ամենախոշոր գյուղերից է։ Տարեկան 5000-ից 6000 տոննա լոլիկ են այս գյուղում աճեցնում, հանձնում Արտֆուդ գործարանին, որտեղ պահածոյի է վերածվում և ուղարկվում Ռուսաստան։ Այս տարի սակայն գյուղացիների բողոքը նույնն է, Արտֆուդը իրենց լոլիկները չի մթերում։ Ես մտել եմ, խաղալու եմ էդի դուրս անեմ, որ ծախեմ հետո դեր գումարը տամ խոսքի։ Ու պետությունն էլ չի սուբսիդավորում, հիմա մեկ էլ անգամ հավաքվել ենք, այս ճամփաբայինք եկան, հիմա մի քիչ ոնց հարցը կառավարությանը հասել է։ Էկոնոմիկայի նախարարը սակայն տվյալներ չուներ խնդրի առաջ կանգնած բիզնեսների մասին։ Պապոյանի պնդմամբ հունիսի 8-ի առավոտյան բոլոր խնդիրները լուծվել են, նրանք, ովքեր խնդրի առաջ են կանգնել, աջակցություն են ստացել։ Մենք բոլորին աջակցում ենք, բոլորը աշխատում են եւ ես սկզբում նշեցի, որ նրանք ակնկալում էին ավելի բարձր գնով վաճառք, որպեսզի օրինակ նաեւ կարողանան փակեն իրենց վարկային պարտավորությունները, այդ մասով կառավարությունը այդ վարկային պարտավորությունների մասը իրենց վրայից վերցրել է, որպեսզի իրենք կարողանան ցածր գնով վաճառք իրականացնելու պարագայում իրենց կենսագործունեությունը շարունակել։ Ոսկետափի բնակիչը բերքը վերցրել և շտապում էր Մեյմանդարի շուկա, որ գոնե որոշ քանակ վաճառի։ Ափսոսում է այն գումարն ու ջանքը, որ ներդրել է լոլիկներն աճեցնելու համար։ Գյուղացու խոսքով նախկինում գործարանները լոլիկը առանց պետական աջակցության մթերում էին կիլոգրամը 43 դրամով։ Սակայն անցած տարի, երբ պետությունը սկսեց գործարանին կիլոգրամի հաշվով 10 դրամ սուբսիդիա տրամադրել, իրենց 43 դրամի փոխարեն 40 դրամ են վճարում մթերման համար։ Ճիշտ է, փողը մեզ տվել է 40-ով, իսկ դրա առաջ տարիները պետությունը չի սուբսիդավորել, տվել է 43 դրամով։ Հիմա այս Պարսկաստանից, որ հումք է մտնում, ավելի էժան չեն կարող ծախեն, իրանց արտադրանք արդեն։ Հիմա մի քիչ էլ դրսերի այդ խնդիրները, վամշարտը լավ լուրջ թեմա։ Գյուղատնտեսության ճգնաժամը հենց այս փուլից է սկսվում, ասում են տնտեսագետները։ Պարզ է դառնում, որ նման ծայրահեղ անկման պատճառը միայն Ռուսաստան արտահանման խնդիրները չեն։ Ֆինանսավորման համակարգից սկսած մինչև բերքի մշակում և պահեստավորում, ոլորտը համակարգային խնդիրներ ունի։ Շատ գյուղացիներ բավականին ծանր վարկային բեռի տակ են և շատ հողամասեր անցնում են բանկային համակարգին, որովհետև չեն կարող շատ շարունակել։ Իհարկե խնդիրը համակարգային է։ Մենք չունենք առանձին մշակաբույսերի մշակման գեներալ պլան, որը ասում է որտեղ ինչ մշակաբույս պիտի մեջակույ, որտեղ ավելի արդյունավետ, չունենք ջրամատակարարման խնդիրները շատ խորն է։ Հայաստանի վարելահողերի 74%-ը ոռոգման խնդիր ունի։ Անգամ գետերի ափին գտնվող ցանկատարածությունները չեն կարողանում ոռոգվել պոմպակայանների բացակայության, ջրի թափոնային աղտոտվածության պատճառով։ Իսկ աճեցված ու մթերման ենթակա ապրանքները սառեցման ու պահպանման փուլում են խնդիրների բախվում։ Չկա սարսափային տնտեսություններ, չունենք ագրոնոմներ, չունենք անասնաբուժերի համակարգ, իսկ այս բոլորը այն բաներն են, որ գյուղատնտեսությունը քաշում է ներքև եւ իհարկե ճիշտ է գյուղատնտեսության նախարարություն 2018 թվականից ի վեր լուծվել է էկոնոմիկայի նախարարությանը եւ այս պահին գյուղատնտեսության ոլորտում էկոնոմիկայի նախարարությանը ավելի շատ աշխատող է գրանցված, քան մինչեւ 2018 թվականը, բայց արդյունքը ի հակառակ է խոսում, թե ինչ է կատարում։ Ռուսաստանի Ռոսսելխոզնաձորի սահմանափակումների հետևանքով Հայաստանից արտահանվող ապրանքի 25%-ը սանկցիաների տակ է։ Տնտեսագետի մեկնաբանությամբ սա ցուցանիշի կտրուկ անկման հիմնական գործոնն է։ Այս տարվա առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 11.9% անկում, ինչը վերջին 15 տարվա ամենազգալի նվազումն է։
Դրանից առաջ ամենամեծ անկումները եղել են 2019 թվականին 7,4% և 2022 թվականին 5,5%։ Իսկ 2011-ից 19 թվականներին գյուղատնտեսության ցուցանիշները հիմնականում աճել են։ Բացառություն է եղել միայն 2014 թվականը, երբ արձանագրվել է 1,4% նվազում։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։